Հատվաշան լատարանց դատավորության հարգելի մասնակիցներ։ Որպես ներառյալի պատասխանատվություն և ներմասնող ծանրացնող հանգամանքներ ցույց գործող աղքատ չէ։ Որպես ներառյալ աշխատանքի անձնի ենթարկվող տվյալ գործի քննության ընթացքում պաշտոն և դիտվում է նրա կողմից նախկինում դատապարտված չլինելը։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 55-րդ մասով սահմանված են պատժի նպատակները։ Սոցիալական արտահայտման վերականգնումը, պատժի ենթարկված անձի վերասոցիալացումը և հանցագործությունների կանխումը։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69-րդ առաջին մասով սահմանված է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ։ Նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով պատժի տեսակը և չափով որոշվում են հանցագործության պատճառված վնասի բնույթով և չափով, հանցագործության եղանակով, տեղով, ժամանակով, շարժառիթներով և նպատակներով, դիտավորության կամ անզուգության տեսակով, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներով։ Քննարկվող դեպքում ներառյալը ներսագրում է դիտավորության սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ ուղղված միջին ծանրության հանցագործության կատարումը։ Ելնելով վերաշարադրվածից, պատժի նպատակներն ապահովելու արդարացի նկատառումներից ելնելով, միջնորդում են մեղադրյալ Գևորգ Միքայել Արփաշեսի Աչափանյանի նկատմամբ, որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով, հաշվարկելով մեղադրյալի կողմից փաստացի արգելանքի տակ դեպքերի ժամանակահատվածը։ Հանցագործության պատճառված գույքային վնաս հատկա չէ, գույքային հայց չի ներկայացվել, բռնագրավման ենթակա և արգելանքի տակ գտնվող գույք հատկա չէ։ Գրավոր ապացույցները միջնորդում են թողնել դրական գործի նյութերում, իրեղեն ապացույցները առկա չեն, կիրառված խախտումամիջոցը թողնել ամփոփող, մինչև դատավորչի օրինական ուժի միջնորդելը, իսկ վարակային ծախսեր հատկա չէ։